Մեկ էլ մի հարցի էլ ուզում եմ անդրադառնալ, էլի այդ հարցը շատ են գրում, հատկապես Նիկոլի աջակիցները, թե դու ով ես, չի ես խառնվում, ինչ ես ուզում, ծախված ես, ռուսի ստրուկ ես, այսինքն իրանց մտածելակերպով ով դեմ է Նիկոլ Փաշինյանին, ծախված է, կաշառք է վերցրել ու ռուսի ստրուկ է, այնքան նեղ են մտածում, որ ասենք այդ ձև են էլի մտածում, ուրեմն ասեմ ես ինչի համար եմ դեմ Փաշինյանին ու ինչի համար եմ ես ամեն ինչը արել ու անում եմ։ Նախ ասեմ, որ ես 2020 թվականի պատերազմի մի շաբաթ հետո ես բացեցի Telegram-ում ալիք, Sysmasys Telegram-յան ալիքը ու այդ վաղվանից ես ապոզիցիա էի Փաշինյանի վարած քաղաքականությանը, որովհետև ինքը պարտվավ, ինքը իմ կարծիքով հանձնեց, դավաճանեց մեզ։ Զուտ դրա համար ես Փաշինյանին դեմ եմ մինչև այս օրս ու գնալով ավելի վատ է լինելու։ Ես այդ ամեն ինչ հասկանում եմ, դրա համար եմ դեմ։ Ես ոչ ոքի համար ոչ մի անգամ ոչ մի բան չեմ արել, այսինքն ոչ մի ուժի համար ու չեմ էլ անելու։ Ես ունեմ իմ սեփական կարծիքը ու նույնիսկ եթե չգիտեմ վաղը պոլիփեդը հելնի Նիկոլ Փաշինյանի դեմ միտինգ անի, ես կեթամ այդ պոլիփեդի կողը կկանգնեմ ու կասեմ պետքա սատարել ես պոլիփեդի։ Հետի տենց որ հասկանաք ես խի եմ ամեն անգամ միտինգների մասնակցում, ապոզիցիային սատարում ու աջակցում։ Ես ոչ ոքի համար չեմ աշխատում ու երբեք չեմ էլ աշխատել, ոչ ոքից էլ ոչ մի կոպեկ չեմ ստացել ոչ մի ձևի։ Ես այս ամեն ինչը անում եմ, գրում եմ, վիդեո եմ անում դրա համար զուտ, որպեսզի Հայաստանը չթրքանա։ Ես հասկանում եմ, որ Հայաստանը գնալով թրքանալու է, եթե Փաշինյանը նույն ձև վարի իր քաղաքականությունը, դրա համար իմ մեջ մեծ տրիվոգա է, որպեսզի այդ բանը տեղի չունենա։ Ես Ռուսաստանից որ տեղափոխվա, ինչի համար տեղափոխվա, որ իմ երեխեքը մեծանան հայկական միջավայրում, որ հայոց հայկական դպրոց է տան, հայկական կրթություն ստանան, չնայած որ Հայաստանում կրթությունը Ռուսաստանից 5 անգամ է ցածր է, բայց ես այդ ամեն ինչը բան արի, ասել ու չէ, թող հայկական կրթություն ստանան, Հայաստանի հայկական միջավայրում մեծանան, քան օտար տեղում։ Հիմա եթե այստեղ գնում ենք Թուրքիայի տակ, էդի ո՞նց է մնալու մեր հայկականը։ Ես դրա համար իմ մեջ մեծ վախ կա, մեծ տրիվոգա կա, նույնիսկ արդեն այն կարգի ստրեսի մեջ եմ, որ մազերս է սկսել թափել, ասեմ իմանալ։ Զուտ դրանից հելնելով ես ամեն ինչ ինչ կարում եմ անելու եմ, որ Փաշինյանին չընտրեին, բայց ցավոք սրտի ինքը գեղձիկով անցավ, բայց այդ չի նշանակում, որ всё, այդ դրանով ամեն ինչ ավարտվեց, պետք է համագերվենք, հանձնվենք ու գնանք թրքասմանը, չէ։ Ես այս ամեն ինչը էլի շարունակելու եմ, Փաշինյանի վարած քաղաքականությունը, եթե նկատեմ, հետի 100% նկատելու եմ, ուրիշ ձև չի կարա լինի, հակահայկական թեզեր, հակահայկական քայլեր, ես էլի քննադատելու եմ, եթե նկատեմ դաժե պրո-հայկական քայլեր, որտեղ ինքը մեր շահերը պաշտպանում է, ես էդել եմ ասելու ու ասելու եմ մալադեց, բայց ես վստահ եմ, որ այդպես քայլեր իրանց կողմից չի լինելու, քանի որ ամեն ինչ տանում է դեպի վատը։ Ես շատ կուզեմ, որ սխալված լինեմ, ոչ մի վատ բան չլինի, բայց չգիտեմ, իմ մեջ այդ վախն ու տրևոգան կա ու չի անցնում։ Զուտ դրանից հելնելով ես այս ամեն ինչը անում եմ, անելու եմ, ինձ ոչ մի բան, ոչ մի ձև հետ չի կանգնացնելու, եթե պետք է տանեն ձերբակալեն, որ ես իրանց քննադատում եմ, բա էլի դեմոկրատիայի մասին է խոսքը, ասենք իրանք Կրեմլից ինչով են տարբերվելու, ոչ մի բանով, Կրեմլին քննադատեցի, դրին զրկին քաղաքացիությունից, եթե ես Հայաստանի քաղաքացիություն չունենայի, ապա հաստատ կձերբակալեին։ Հիմա եթե նույն բանը ստեղ Փաշինյանն անելու, իրան քննադատելու համար պետք է ձերբակալեն, ուրեմն թող կան հենց վաղն է ձերբակալեն, որովհետև ես իմ քննադատությունը չեմ թարգելու։ Թող պրո-հայկական քայլեր անեն, ես կհելնեմ կասեմ մալացի, բայց քանի որ այդ ձևի քայլեր չեմ տեսնում իրանց կողմից, այլ հակառակը տեսնում եմ Հայաստանին ի վնաս քայլեր, ես պետք է քննադատեմ ու
վստահ եմ ցանկացած հայ մարդ, հայրենասեր մարդ, նույնիսկ չգիտեմ Փաշինյանի աջակից լինի կամ ուրիշ ուժի, եթե ինչ-որ մի ուժից, նույնիսկ այն ուժից, ում ինքը աջակցում է, տեսնելու է հայկական քայլեր, ինքը պետքա քննադատի ու իր կարծիքը ասի, ոչ թե անհասկացողի պես ամեն մի քայլին աջակցի, դա անհասկացողություն է, դա զոմբիություն է, պետք չի ամեն ինչին աջակցել, պետք է աջակցել այն քայլերին, որը բերում է ի օգուտ Հայաստանի, իսկ եթե ի վնաս Հայաստանի է, պետք է ոչ միայն քննադատել, այլ դուրս գալ խաղաղ ձևով միտինգ անել, պահանջել ամեն ինչ, քանի որ ինչպես Փաշինյանն ասում, իր գործատուն ժողովուրդն է, ինքը մեր աշխատողն է, չէ՞, ահա, ուրեմն ժողովուրդը իր տնօրենն է, պետք է ժողովրդի կամքով շարժվի, բայց ինքը ժողովրդի կամքով շուտվանից չի շարժվում ու չի էլ շարժվում։ Так что ես այդ ամեն ինչը հասկանում եմ, ես մտածում եմ, որ վատա լինելու, զուտ այդ ամեն ինչից ելնելով, ես Փաշինյանին վարած քաղաքականությունը քննադատում եմ, իր քայլերը քննադատելու եմ, եթե էլի եմ կրկնում, լավ քայլ արեց, ասելու եմ մալադեց, այսի լավ քայլ էր։ Ու այդ հարցերը խնդրում եմ էլ չկրեք, ավայ ժամանակս չծախսեք, թե ես ով եմ, չի եմ, ուր եմ հայտնվել։ Ես հասարակ հայ տղա եմ, ով ցավում է Հայաստանի ամեն մի բանի համար, այսքան բան։